Կարող ես այլևս չմտածել քննության դժվարությունների մասին, քննության օգնականը կօգնի քեզ այդ հարցում։ Ընդամենը 3 մմ չափս, անտեսանելի անգամ կողքի է անձանց համար։ Միկրոականջակալ, ժուչոկ, մինի նաուշնիկ, տարբեր անուններով, բայց մեկ նպատակի համար։ Սոցիալական ցանցերում ու այլ կայքերում այսպիսի գովազդներ ու հայտարարություններ հաճախ կհանդիպեք։ Վաճառողները ձեզ խոստանում են քննությունների արգելքը հաղթահարելու հեշտ ճանապարհ։ Ֆակտոր TV-ն զանգահարեց հայտարարություններից մեկում նշված համարով։ Ներկայացանք որպես ուսանող։ Ճիշտն ասած քննության եմ պատրաստվում, ձեր էջը բերեց մոտս։ Ուզում եմ հասկանամ ինչ մեխանիզմով է։ Բարեկարգ տեղադրում եք աղանդի մեջ, սարքաբելուտ գտնում եք, բեսնացին եք գցում եք ձեր վրա, ինքն նաուշնիկի նման աշխատում է։ Իսկ անվտանգ է։ Այո։ Վաճառողը փորձում էր ամեն կերպ հիմնավորել իրենց ապրանքի արդյունավետությունը, պնդելով ոսպի հատիկի չափ ականջակալը վերջին տարիներին ուսանողների եւ դիմորդների շրջանում ամենապահանջվածն է։ Իսկ այլ ուսանողներ փորձել են, ուզում եմ հասկանալ։ Իհարկե։ Այսինքն շատ է լինում վաճառք վարձույթ։ Դուք որ մտածում եք վիդեոն նայեք, այդ մարդիկը ինչքան են ուղարկել լայքեր, կոմենտը, տեսնեք արդեն։ Այդպես խնդիր չի, քննած պետք է։ Ուսանողները հնարամիտ են եղել բոլոր ժամանակներում, բայց վերջին տարիներին տեխնոլոգիական նորույթները նոր գլուխկոտրուկ են առաջադրում կրթության ոլորտի պատասխանատուներին։ Եթե նախկինում համեմատաբար հեշտ էր բացահայտել թղթից կամ հեռախոսի էկրանից արտագրության դեպքերը, այսօր կարգազանցներին բացահայտելը շատ ավելի բարդ է։ Վերում են լարերով այսպես փաթաթված, մարմնի փաթաթված այսպես կիլո կեսանոց, 1.5 կիլոգրամանոց կիլոգրամ քաշով լարեր են փաթաթված դիմորդի վրայից հանել, երեխայի մայկայի վրա, սպիտակ մայկայի վրա, սև թելով այդ սև լարը այսպես բլանդած, փաթաթած այսպես ամբողջ եզրով Արանոցը մեջքը այսպես կլոր, վերևի մասը։ Ճիշտ ասած չգիտեմ ինչ է, երևի միկրոֆոներ փոքր։ Նախորդ տարի բացահայտվել էր մի դեպք, երբ հեռախոսները նախապես զուգարանի թղթի մեջ փաթաթած դրել էին սանհանգույցի պատուհանագոգին, հետո դուրս եկել կարիքները հոգալու նպատակով, վերցրել դրանք եւ քննության ընթացքում փորձել արտագրել։ Վտահաղացումն ավարտին չէր հասել, պատիժն էլ խիստ էր եղել։ Եթե հայտնաբերվում են այդ սարքերը քննություն հանձնողների մոտ, նրանք զրկվում են քննությունը շարունակելու իրավունքից, այսինքն քննությունը դադարեցվում է եւ նրանք ոչինչ չեն ստանում։ Իրենք դուրս են հրավիրվում քննասենյակից, անկախ նրանից հասցրել են օգտագործել թե ոչ։ Եթե միասնական քննությունների դեպքում վերահսկողությունը համեմատաբար խիստ է, նույնը չի կարելի ասել դպրոցական կամ բուհական քննությունների դեպքում։ Հայաստանյան մի քանի բուհերի դասախոս մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ընդգծում է, տեխնիկական միջոցների դեմ պայքարն անիմաստ է։ Այս ամեն ինչը տխուր է նաև այն տեսանկյունից, որ ուսանողները Հայաստանում հիմնականում վճարում են չսովորելու համար։ Այսինքն ինչ-որ ռեֆերատ են առնում, կուրսային են առնում, դվեսեմ ականջակալ են առնում, նանո տեխնոլոգիական հոգնա են անում, որ կարողանում այս ամեն ինչը հարցերը լուծեն եւ այլն, բայց ինձ թվում է ավելի հեշտ է սովորել։ Մարտիրոսյանն այլ լուծում է առաջարկում, ոչ թե գադջետների օգտագործման դեմ պայքարել, այլ փոխել քննությունների ձևաչափը։ Ինչ որ երկրներ կան, որտեղ շատ տարօրինակ ծայրահեղ բաներ են գնում, օրինակ Իրաքում ամեն քննական շրջանում անջատում են ինտերնետը ողջ երկրում։ Հիմա մարդիկ այդ ձևի լուծում են գտել, բայց կարծում եմ պետք է պարզապես մտածել նոր քննական process-ների մասին, որտեղ կանգնացնել այս ամենը կարծում եմ դժվար է։ Անլար ականջակալով, AI ակնոցով, թղթից կամ սմարթֆոնից արտագրելով, քննությունների արգելքը հաղթահարելու տարբերակները գնալով ընդլայնվում են, բայց մասնագետները նշում են, կարևոր է փոխել ուսանողների վերաբերմունքը կրթության նկատմամբ առհասարակ, որպեսզի մարդիկ վճարեն սովորելու, այլ ոչ թե չսովորածը թաքցնելու համար։